Դուք լսում եք FM 107-ը, ձեզ հետ է Դավիթ Մուրադյանը եւ այս հատվածում առաջարկում եմ ունկնդրել հենց այն, ինչ գրել են այսօրվա մամուլի ներկայացուցիչները։ Եվ այսպես, եթե նրանք լուրջ էին վերնագրով հոդվածում, Հայոց աշխարհը գրում է. Ազգային ժողովի նախագահի նախօրեի ընտրությանը Ժառանգությունը որոշել էր ինտրիգ հաղորդել ոչ միայն թեկնածու առաջադրելով, այլև հետընտրական հայտարարություններով։ Մասնավորապես Լարիսա Ալավերդյանը հայտարարել է, թե այդ քվեարկությամբ իրենց հաջողվել է պատռել ՀՅԴ դիմակը, Հայ-հեղափոխական դաշնակցության մասին է խոսքը։ Իրենք միակ ընդդիմադիր ուժն են խորհրդարանում եւ այդպես շարունակ, որովհետեւ դաշնակցության ներկայացուցիչները քվեարկել են ոչ թե Լարիսա Ալավերդյանի, այլ Սամվել Նիկոյանի ուխտին։ Երեք այդ հայտարարություններին արձագանքեց Հայ-հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, նշում է թերթը եւ շարունակում։ Դաշնակցական գործիչն էլ նշում է, որ եթե Ժառանգությունն իսկապես լուրջ էր մոտենում այդ խնդրին կամ լուրջ քաղաքական խնդիր էր ուզում լուծել, ապա էթիկան պահանջում էր, որ գոնե խորհրդարանական մյուս ընդդիմադիր խմբակցության հետ քայլերը համաձայնեցնեին։ Այնինչ, ըստ Ռուստամյանի, Ժառանգության կողմից որևէ նման քայլ չի եղել։ Ավելին, Հայ-հեղափոխական դաշնակցությունը նշել է. իրենք էլ Ժառանգությունը շատ լավ հասկանում էին, որ որևէ իմաստ բացի ամբիոն օգտագործելու փորձից չկա։ Ազգն անդրադարձել է Էրդողանի հայտարարություններին եւ գրել. Վախենամ Էրդողանը ներողություն խնդրի նաեւ հայերից, հենց դա է Դերսիմի առնչությամբ ներողություն խնդրելու բուն նպատակը։ Հոդվածագիրը շարունակում է. հայկական դավադրության որոնումները թուրքական իրականության անբուժելի հիվանդությունն են։ Դրանով տառապում են ինչպես իշխանությունները, այնպես էլ հասարակական քաղաքական շրջանակները, ներառյալ ժողովրդական զանգվածները։ Դա պատահական չէ, այլ պայմանավորված է հանցագործի այն հոգեբանությամբ, որով հավասարապես տառապում են թուրքական իշխանություններն ու հասարակությունը, որովհետև իշխանությունների կազմակերպած հայոց ցեղասպանությանը սիրահոժար մասնակցել են ժողովրդական ընչաքաղց զանգվածները։ Հատկանշական է, որ Թուրքիայում հայատյացության ծավալն էլ իբրև առաջադրանք ընդհանուր է գորշ գայլերի քաղաքական կազմակերպության, ազգայնական շարժում կուսակցության հրոսակների ու թուրքական գաղտնի ծառայությունների ուղղորդված ձախակողմյան ստահակների համար, նշում է թերթը եւ շարունակում։ Մինչդեռ այդ հրոսակների ու ստահակները միշտ էլ եղել են ոխերի թշնամիներ։ 70-ականներին նրանք Թուրքիան դարձրել էին արյունահեղ բախումների թատերաբեմ, օրական փոխադարձաբար սպանելով մինչև 20 մարդ։ Մինչ Թուրքիայում ծավալվում էին Դերսիմի իրադարձությունների քննարկումները, որոնց հետևանքով 1935-ին Թունջելի վերանվանված Դերսիմում սպանվել է 50,000 մարդ, բնակիչները աքսորվել, այսինքն տեղահանության են ենթարկվել, ել չենք խոսում անհետ կորածների եւ այն հազարավոր երեխաների մասին, որոնց ծնողազրկելուց հետո որբանոցներ կամ թուրք ընտանիքներին հանձնելու միջոցով թուրքացրել են, եզրափակում է հոդվածագիրը։ Քաղաքական դաշտի գլուխ կոմծիները վերնագրով հոդվածում 4-րդ ինքնիշխանությունը գրում է. Ռուսաստանում վիճակը լավ չի, թվում էր Պուտինն իշխանության ներսում բոլոր հարցերը լուծել է, ինքն էլ իրեն ցար է երևակայում ու կիմանոն հագած տեսախցիկների առջև սրան նրան գետնին տապալում, բայց պարզվեց ընտրությունների ժամանակ մի 15%-ով ավելի քիչ ձայն է ստացել, քան 4 տարի առաջ, նշում է թերթը։ Իբր դա քիչ էր, ժողովուրդն էլ փողոց դուրս եկավ, ստիպված եղան զորք մտցնել Մոսկվա, հարյուրավոր ձերբակալություններ, ծեծուջարդ միջազգային աղմուկ։ Այնուհետև թերթը շարունակում է. Իդեպ այս ամենը մեզ առանձնապես չի հետաքրքրում։ Ռուսաստանի իշխանությունները նման բաներից խամ չեն ու հաստատ տակից դուրս կգան։ Մեզ ավելի շատ այն հարցն է հետաքրքրում, թե Սերժ Սարգսյանի վիճակն ինչ է լինելու, գրում է 4-րդ ինքնիշխանությունը եւ շարունակում։ Չէ՞ որ նրա իշխանության ներսում դեռ բոլոր խնդիրները չի կարգավորվել, եւ եթե նույնիսկ կարգավորի էլ, միևնույնն է նախորդ ընտրությունների համեմատած ավելի քիչ ձայներ է հավաքելու, եզրահանգում է թերթը։ Եվ կրկին անդրադառնանք ազգային ժողովում ծավալված իրադարձություններին Հայ-հեղափոխական դաշնակցության նախաձեռնության տեսանկյունից, որն առաջարկում է անվստահություն հաղորդել կառավարությանը եւ դրա գործունեությանը։ 168 ժամ թերթը գրում է այդ առումով. կառավարությանն անվստահություն հայտնելու ցանկացած նախաձեռնություն առաջին հայացքից միայն ողջունելի է, քանի որ եթե Հայաստանի կառավարությունը որևէ բան կարելի է հայտնել, ապա դա միայն անվստահությունն է։ Սակայն երբ այդ մասին խոսում է Հայ-հեղափոխական դաշնակցությունը, մեղմ ասած պետք է վերապահումով մոտենալ դրան, քանի որ հայտնի չէ, թե ում շահն է այն սպասարկում այս կամ այն քայլը կատարելիս։
Ճակերտավոր ընդդիմադիր դիրքերից հանդես եկող այս կուսակցությունը գրում է 168 ժամը։ Ընդամենը 2 օր առաջ հերթական անգամ ու վերջնականապես ապացուցեց, որ ընդդիմադիր է այնքան ժամանակ, քանի դեռ այդպիսին լինելու պահանջ է ստանում իշխանությունից։ Ազգային ժողովի նախագահի ու փոխնախագահի ընտրություններում Հայ հեղափոխական դաշնակցությունը միաձայն կողմ քվեարկեց ՀՀԿ թեկնածուներին եւ հաջորդ օրը անվստահություն է հայտնում նույն ՀՀԿ-ի կառավարությանը կամ վարչապետին կառավարության կոալիցիոն լինելու մասին պնդումներն այս դեպքում լուրջ չեն կարող լինել։ Եթե որևէ մեկը կարող է քաղաքական տրամաբանություն կամ հիմնավորում գտնել նման վարքագծի համար, գրում է 168 ժամը, թող առաջինը երթում տա որևէ կուսակցական զենքի վրա։ Քաղաքական սկզբունքայնության տեսանկյունից Հայ հեղափոխական դաշնակցության այս գործելավոճը կարող է համեմատվել միայն Հայ ազգային կոնգրեսի կողմից Բարգավաճ Հայաստան կուսակցությանը համագործակցության առաջարկ անելու քաղաքագիտական վերլուծության հետ, եզրահանգում է 168 ժամը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին գրել է Ժողովուրդ օրաթերթը։ Չնայած Սերժ Սարգսյանն անձամբ է մեկնել Մարսել մասնակցելու եվրոպական ժողովրդական կուսակցության նիստին, այդուամենայնիվ ոչ նրա ղեկավարած ՀՀԿ-ի, ոչ էլ ԲՀԿ եւ ՕԵԿ-ի կամ Ժառանգության վերաբերյալ ԵԺԿ-ն անդամակցելու որևէ որոշում չի կայացրել։ Ժողովրդի աղբյուրների վկայությամբ այդ կուսակցությունների ԵԺԿ-ին անդամակցելու վերջնական որոշում կայացվելու է հաջորդ տարվա փետրվարին։ Բայց Սերժ Սարգսյանը հասցրել է Մարսելում հաղթանակ գրանցել հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ ԵԺԿ-ն կմերժի ԲՀԿ անդամակցությունը։ ԵԺԿ նախագահ Մարտենսն իր ելույթում հայտարարել է. «Մենք կասկած չունենք, որ ՀՀԿ-ն, ինչպես նաև ՕԵԿ եւ Ժառանգությունը կարող են մոտ ապագայում դառնալ ԵԺԿ կառուցողական գործընկերներ։ Թե ինչու նա չի տվել ԲՀԿ անունը, մնում է միայն ենթադրել»։ Այս օրերին Մարսելում գտնվող ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը ժողովրդի հետ հարցազրույցում դժվարացավ նշել պատճառը, խոստանալով ճշտել եւ բարձաբանումներ տալ Հայաստանի Հանրապետությունում, գրում է Ժողովուրդը։ Եվս մեկ անդրադարձ Առավոտ օրաթերթում կառավարությունն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը փոխաբերություններով են հարաբերվում վերնագրով հոդվածում թերթը գրում է. Երեկ Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդարանական խմբակցությունը ազգային ժողովում հանդես եկավ Հայաստանի Հանրապետության կառավարությանն անգործության համար անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ, կառավարությանը մեղադրելով 2008 թվականից ի վեր ծրագրերը չիրականացնելու մեջ։ Այդ առումով ֆինանսների նախարար Վաչե Գաբրելյանը, վկայակոչելով ֆինանսական համաշխարհային ճգնաժամն, ասել է. «Փոթորիկը կարող է դանդաղեցնել առագաստանավի ընթացքը, բայց դրա ուղղությունը չի փոխի։ Եթե առագաստանավը գիտի, թե ուր է գնում, կարող է բռնել նաև այն քամին, որն իրեն համընթաց է։ Իսկ եթե առագաստանավը չգիտի ուր է գնում, ոչ մի քամի էլ համընթաց չի լինելու։ Եվ հենց այդ վիճակում է հայտնվել այսօր կառավարությունը։ Ուր էր, թե ուղղությունը լիներ շատ հստակ եւ այդ պարագայում մենք կասեինք կա ուղղություն ու բռնած այդ ուղղությամբ 2008-ից հետո էր շարունակում եք։ Դուք ինքներդ եք ասում 2008-ից ժառանգությունից եք ուզում ազատվել։ Փոթորիկի ժամանակ եղբայրներից մեկը հողմաղաց է կառուցում, մյուսը վրան։ Որն է ձեր հողմաղացը եւ որն է ձեր վրանը, նախարարին հակադարձել է Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Եվս մեկ տեղեկություն կառավարության վերաբերյալ Հայկական ժամանակը էլ չի գլորելու վերնագրով հոդվածում նշում է. Էներգետիկա եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ազգային ժողովի դահլիճում շարիկ գլորելու համար կարգապահական տույժի չի ենթարկվել։ Այդ մասին մեր թղթակցի հարցին ի պատասխան ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մենք պարոն Մովսիսյանի հետ ունեցել ենք զրույց եւ ապագայում նման դեպքերը բացառելու ենք, ասել է վարչապետը։ Ուղղակի զրույց է եղել առանց կարգապահական տույժի, հարցրել է Հայկական ժամանակի թղթակիցը։ Այո, անվրդով պատասխանել է վարչապետը։ Եվ վերջում եւս մեկ հրապարակում հրապարակ օրաթերթից երեք նշանակալից օրեր Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության համար ՀՀԿ-ն անդամագրվեց Եվրոպայի ամենահեղինակավոր կառույցներից մեկին Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը։ ԵԺԿ անդամ կդառնա նաեւ ՕԵԿ-ն ու Ժառանգությունը, նշում է թերթը եւ շարունակում։ Ստացվում է, որ ՀՀԿ-ն համապատասխանում է ԵԺԿ հիմնական չափանիշներին, որոնք հետևյալն են. ԵԺԿ անդամ դառնալու համար հայտ ներկայացրած կուսակցությունը պետք է ունենա ներքին ժողովրդավարության բարձր աստիճան եւ նրա գործելակերպը պետք է լինի ժողովրդավարական։ Կուսակցության ծրագիրը եւ նրա քայլերը պետք է համապատասխանեն միմյանց։
Կուսակցությունը պետք է լուրջ դերակատար լինի ներքաղաքական կյանքում, ունենա ներքին թափանցիկ ժողովրդավարական կառուցվածք եւ թափանցիկ ֆինանսավորում։ Թեպետ չի բացառվում, որ Եվրոպան ըստ էության իր կողմն է ձգում Հայաստանին, Հարավային Կովկասի մի երկրի դեմս Հայաստանի իշխող կուսակցությանը, քանի որ վերջին շրջանում հայտնի է Ռուսաստանին Եվրասիական միություն ստեղծելու մտադրությունը, նշում է թերթը, եւ շարունակում, ինչպես նաեւ սա արվում է առաջիկա ընտրությունները մաքուր կազմակերպելու խոստումների դիմաց։ Իդեպ ԵԺԿ անդամ կդառնա նաեւ օրենաց երկիրն ու ժառանգություն կուսակցությունները, նշում է հրապարակ օրաթերթը։